2026 թվականին գիտության ֆինանսավորումը կրճատվելու է մոտավորապես 20%-ով եւ Չէ։ Եթե ձեր հարցը սկսում եք այդ դրույթից կառուցել, եկեք ես ձեզ կանխեմ, որ չի կրճատվելու եւ այս մասին ես արդեն առիթ ունեցել եմ խոսել եւ ուղղորդել եմ, որ մեր բոլորեն գործընկերները, քաղաքացիները, լրագրողները, ովքեր հետաքրքրված են այս հարցով, ավելի ուշադիր նայեն պետական բյուջեն եւ տեսնեն, թե իրականում պետությունը ինչ է հատկացրել գիտությանը։ Պետությունը արել է հետեւյալը. բոլոր ծրագրերը, որոնք սկսված են եւ շարունակվում են, դրանք բոլորը ամբողջությամբ ֆինանսավորվելու են։ Բացի դրանից առանձին 7.4 միլիարդ դրամ է դրվել առաջնահերթ ծրագրերի ցանկում, որը բյուջեի հավելված 6-ն է, եւ այդ միջոցները հատկացվելու են այն ծրագրերին, որոնք որ կլինեն արդիական, կլինեն կարևոր պետության համար եւ դրանց ֆինանսավորումը կդիտվի նպատակահարմար։ Իսկ սա նշանակում է, որ եթե դուք այս թվերը գումարեք իրար, ապա դա կարող է դառնալ ավելին, քան 25 թվականի ֆինանսավորումներ։ Հետևաբար ձեր բարձրացրած մտահոգությունը, որ գիտության ոլորտի ֆինանսավորումը կրճատվում է, ուղղակի տեղին չի, որովհետեւ պետական բյուջեն ունի բոլոր կարգավորումները գիտությունը ֆինանսավորելու ամբողջ ծավալով, այն ծավալով, որի կարիքը արդեն կա ֆինանսավորված է հունվարից սկսած, իսկ բոլոր նոր ծրագրերը իմ նշած ուրեմն առաջնահերթ միջոցների շրջանակներում կստանան իրենց լուծումները եւ պետք է նաեւ հիշեցնեմ, որ մենք հիմա քննարկման ենք ներկայացրել շրջանառության վերջին փուլում է գիտության զարգացման ռազմավարությունը, որը ունի իր ֆինանսական գնահատականը եւ կարծում եմ առաջիկայում նաեւ կառավարության նիստում կկարողանանք համոզվել, որ գիտության ոլորտում մեր նպատակները եւ թիրախները գնալով ավելի հավակնոտ են դառնում։ Եվ գիտության այս մասնավորապես գիտության ներկայացուցիչները նշում էին, որ օրենքը գիտության ոլորտի կարծես թե շատ լավ չի ծառայում, գուցե կապ փոխելու ինչ-որ մոտեցումներ, դուք օրինակ նախաձեռնել եք փոփոխություններ կատարել գնումների գործընթացը ավելի թիրախային դարձնելու հատկապես կոնկրետ ոլորտներում։ Այդ նույն հարցը կար նաև հուշարձանների վերականգնման տենդերների հարցում, մասնավորապես գիտերնակաբերքի նշանամալիրի այդ միջադեպի հետ կապված, արդյոք ընդհանրապես վերանայման փորձ լինելու է գնումների գործընթացի արդեն թիրախային ոլորտների Գնումների գործընթացի վերանայում ֆինանսների նախարարության մեր գործընկերները անում են, մենք առիթ ենք ունեցել մի քանի փուլով քննարկել գնումների մասին նոր օրենքի նախագիծը, որը կարծում եմ շատ ճկուն է եւ ընձեռում է բավարար հնարավորություններ տարբեր ոլորտների առանձնահատկություններին։ Մինչ այդ պիտի նշեմ, որ մենք ֆինանսների նախարարության հետ բավականին ակտիվ աշխատել ենք, մասնավորապես օրինակ գիտության ոլորտում, գիտեք, մենք մեծ ծավալի կապիտալ ծախսեր ենք անում, սարքավորումներ ենք ձեռք բերում, որոնք ունեն շատ սպეციფიկ ուրեմն մանրամասներ եւ բավական հաջող լուծումներ են գտնված, դա է ցույց տալիս նաեւ այս ոլորտի կապիտալ ծախսերի մեր կատարողականը, որը ըստ էության բոլոր սարքավորումները կարողանում ենք ձեռք բերել, որոնք որ ներկայացվում են կազմակերպությունների կողմից։ Ինչ վերաբերում է մշակույթի ոլորտին, ապա այստեղ պետք է նշեմ, որ ես առավելապես առանձնահատկությունների սահմանման անհրաժեշտություն եմ տեսնում որոշ ուղղություններով եւ մենք կառավարությունում առիթ ունեցել ենք այդ մասին խոսելու, առաջիկայում պայմանավորվել ենք որոշ առաջարկներ քննարկել, որոնք կօգնեն ավելի թիրախային ու արդյունավետ դարձնել այս ոլորտի հատկացվող միջոցների նպատակային ծախսը։ Եթե կարելի է հարցալիստում միկրոֆոնը Պարոն Նովիկով, Armen Press, Տեկին նախարար, ես ճիշտ հասկացա, որ 50,000 դրամ է միջին մասնագիտական կրթության օղակում կրթաթոշակը։ Ամսվա կրթաթոշակը գերական մասնագիտություններով։ Գերական մասնագիտություններով, իսկ մյուս մասնագիտությունների դեպքում գերազանց սովորող
ուսանողները կարող են կրթաթոշակ կամ ինչ արտոնություններից են օգտվում։ Մենք քոլեջների համակարգում ունենք մի քանի հնարավորություններ եւ դրանք ներդրվել են նույնպես այդ նույն ժամանակամիջոցում։ Մեկը տրանսպորտային միջոցների փոխհատուցումն է, տրանսպորտային ծախսի փոխհատուցումն է։ Պետք է ասեմ, որ մի քանի հազար ուսանող օգտվում է այս ծրագրից, ընդ որում բոլորովին վերջերս մենք համալիր ստուգում իրականացրեցինք ներքին գործերի նախարարության մեր գործընկերների հետ, ու շատ կարևոր էր, որ շեղումների աստիճանը շատ փոքր էր, այսինքն ծրագիրը նպատակային է եւ մեր այն ուսանողները, որ օրինակ բնակվում են գյուղական բնակավայրում, պիտի գնան ուրեմն այլ բնակավայր իրենց կրթությունը ստանալու, նրանց համար պետությունը առանձին հոգում է տրանսպորտի ծախսը։ Մենք ունենք առանձին կատեգորիաներ, հաշմանդամություն ունեցող ուսանողներն են, որոնք առանձին կրթաթոշակ են ստանում եւ այդ կրթաթոշակի չափն էլ 2023 թվականին պետությունը բարձրացրել է։ Ունենք առանց ծնողական խնամքի մնացած երեխաների, ուսանողների համար առանձին կրթաթոշակ, որը նույնպես տրվում է։ Բացի դրանից կան ուսման վարձի զեղչի հնարավորություններ ուղղված էլի տարբեր ուսանողների եւ դրանք կախված են նաեւ առաջադիմությունից եւ ձեր նշած իրավիճակում, եթե ուսանողը ունի գերազանց առաջադիմություն, ապա կարող է օգտվել ընդհանուր միջև 100% ուսման վարձի զեղչից եւ սա նույնպես զգալի աջակցություն է։ Կրթաթոշակային այլ ծրագրերը հիմա մշակվում են։ Մենք 2024 թվականին ընդունեցինք մասնագիտական կրթության եւ ուսուցման նոր օրենքը եւ դրա հիման վրա պետք է կրթաթոշակի նոր կարգ սահմանենք։ Բնականաբար ձեր նշած հանգամանքները այդտեղ ավելի լիարժեք արտացոլված կլինեն, այդ թվում գերազանց առաջադիմությամբ ուսանողների կրթաթոշակի մասով։ Իրենց հաստատություն։ Ես կարծում եմ, որ եթե մեր որևէ ուսանող ունի հարց, իրենց ուսումնական հաստատությունը պետք է տա այդ հարցերի պատասխանները։ Եթե որևէ հարցի պատասխանել հաստատությունը չկարողանա տալ, ապա կարող է կապվել նախարարություն, բայց նման հարց չկա։ Օրենսդրությունը շատ պարզ է եւ շատ հստակ է։ Դիմելու ժամկետները, փաստաթղթերը, մոտեցումները եւ գուղորդեմ, եթե ինչ որ մեկը հարց ունի, անպայման դիմի իր ուսումնական հաստատություն։ Շնորհակալություն։ Ազատություն ռադիոկայան Տաթև Նազարյան, ինձ հետաքրքիր է արդյոք նախարարությունը ուսումնասիրում է աշխատաշուկայի եւ կրթության ոլորտի տարբերությունը, արդյոք մեծ է, այսինքն կա արդյոք ուսումնասիրություն մեծ է տարբերությունը կրթական համակարգի ինչ առաջարկում եւ աշխատաշուկան ինչ է պահանջում, արդյոք ինչ չափով են բարձրացնում արված երիտասարդները գտնում իրենց մասնագիտական աշխատանք եւ ինչ է առաջարկում, ինչ է անում այդ ճեղքը նվազեցնելու փոխանցում։ Եվ որպես լրացուցիչ հարց ես գիտեմ, որ նաեւ գերմանական dual education կոչված այդ համակարգը փոխանցական իրականացվել է GIZ-ի մասնակցությամբ, ուզենայի լսել ձեր արձագանքը, արդյոք ինչ արդյունքներ եք գնացել, դուք եք արդյունքներից եւ արդյոք կշարունակվի այդ ծրագրի կամ այդ գաղափարի նաեւ իրականությունը հարցնել։ Ես քիչ առաջ խոսում էի մասնագիտական կրթության եւ ուսուցման նոր օրենքից, որը նույնպես մշակվել է GIZ-ի մեր գործընկերների հետ համագործակցությամբ, հիմքում ունենալով նաեւ դուալ ծրագրերի փորձարկման մեր համատեղ փորձը եւ դրանով ըստ էության դուալ համակարգի ինստիտուցիոնալ հիմքերն են դրվել, ինչը նշանակում է ձեր վերջին հարցից գալով, որ ոչ միայն կշարունակվի, այլ մենք դրան օրենսդրական կարգավիճակ ենք տվել եւ նաեւ սահմանել ենք լրացուցիչ պայմաններ, որպեսզի դուալ կրթությունը դառնա մեր քոլեջների համար շատ ավելի հասանելի եւ գործատուների համար ավելի գրավիչ։ Եվ պետք է ասեմ, որ այդ ուղղությամբ բավականին առաջընթաց ունենք։ Մենք այս շաբաթ էլ նախարարությունում պատրաստում ենք նոր համագործակցություն մեկնարկել օրինակ տեքստիլի ոլորտում, որը հնարավորություն կտա, որ այդ զարգացող ոլորտում մեր շրջանավարտները ունենան բոլոր այն հմտությունները, որոնք պահանջվում են գործատուի կողմից։ Մեր նպատակն է, որ մենք մասնավորի հետ համատեղ կառավարենք մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտը եւ այդ իմաստով նաեւ մեր շարունակական վերլուծությունները մեր աշխատանքի վրա ուղիղ ազդում են։ Մենք ամեն տարի ներդնում ենք նոր մասնագիտություններ։
որոնք որ պահանջված են գործատուների կողմից։ Վերանայում ենք այն ուսումնական ծրագրերը, որոնք որ գուցե պետք են, բայց այդ բովանդակությունը չպիտի ունենան։ Սա շարունակական աշխատանք է, քոլեջների մասով դա մեզ օգնում է անել մասնագիտական կրթության եւ ուսուցման ազգային խորհուրդը, որը կոլեգիալ մարմին է, որտեղ գործատուները ներկայացված են եւ իրենց առաջարկներով մաս են կազմում։ Պետք է ասեմ, որ 25 թվականին կառավարության կողմից նախաձեռնված գործարար համայնքի հետ համատեղ համաժողովներն էլ այդ իմաստով շատ կարևոր նշանակություն ունեցան։ Երկու համաժողով ունեցան 25-ին եւ երկու համաժողովի ընթացքում էլ ես շատ կոնկրետ ոլորտների գործատուների հետ կոնկրետ համաձայնություններ եւ համագործակցությունների մեկնարկի պայմանավորվածություն եմ ունեցել եւ այդ իմաստով շատ կարևորում եմ, որ այդ շփումները լինեն ավելի հաճախակի ու ավելի ինստիտուցիոնալ։ Բուհական համակարգում էլ դա շարունակական աշխատանք է, ձեր հարցի գլոբալ պատասխանը ակադեմիական քաղաքն է, որտեղ մենք նախատեսում ենք նաեւ մեր հանրային բուհերի, պետական բուհերի այլ ձևաչափով աշխատանք, որը նկարագրված է բարձրագույն կրթության եւ գիտության օրենքում, բայց միջև այդ էլ մեր բուհերը պետք է ասեմ, որ իրենք անում են հետևողական վերլուծություններ եւ վերանայում են, նույնիսկ ընդհանուր դադարեցնում են իրենց այն ծրագրերը, որոնք որ այդ իմաստով պահանջված չեն եւ որոնց կարիքը չկա։ Իհարկե կան ուղղություններ, որոնց կարիքը գուցե այս պահին չկա, բայց չի նշանակում, որ մենք այդ ուղղությունը չպիտի զարգացնենք։ Եվ այդ իմաստով պետության գերակայությունները նույնպես կարևոր են, որ մենք պահանջարկ խրախուսենք։ Նայեք, ես նշեցի բնագիտական առարկաներով սովորող ուսուցիչների մասին։ Այստեղ մենք ունեինք ամեն տարի նվազող դիմելիության ցուցանիշ, բայց պետությունը գիտի, որ այդ ուղղությունը պահանջված է ու կարևոր է, ու լրացուցիչ կրթաթոշակային ծրագիր դրվեց, որը բերեց նաև դիմելիության եւ ընդունվողների թվի էական աճի։ Այդ իմաստով կարծում եմ, որ սա շարունակական աշխատանք է, որը արվում է։ Շնորհակալություն։ Դրացում է, այսինքն որ ոլորտների աստրիկ ոչ գործարանների հետ եք հանդիպել, որ ոլորտների Օրինակ նույն տեքստիլը, խոհարարությունը, դեղագործության ոլորտը, զբոսաշրջությունը, տարբեր են ոլորտները։ Մի բան ձեզ կարող եմ ասել, այն ոլորտը, որտեղ տնտեսությունը ինքը ավելի զարգացած է, ավելի լավ է պատկերացնում ու ձևակերպում իր պահանջարկը կրթության ոլորտից, այդտեղ համագործակցությունը ավելի արդյունավետ է, որտեղ եթե տնտեսության տվյալ ոլորտը դեռևս սաղմնային վիճակում է եւ դեռևս այդ գործունեությունը զարգացած չի, այդտեղ կրթության համակարգից պահանջարկն էլ ձևակերպելը բավական բարդ է, թե իրենց համար, թե մեր համար։ Ինքնին մեկ փոքրիկ հարցերից ես, արդյոք քննարկում կա Երևանի քաղաքապետարանի հետ վերադառնալու 8-ին դասը պրոցեսը սկսելու որոշմանը, որովհետև մի կողմից ծնողներն են բողոքում, որ երեխաները չեն ադապտացվում, նախ ձեր ուսումնասիրություններ կուզեի իմանալ, արդյոք այդպես է, թե ոչ, կա նկատել այդպիսի փաստ, որ չեն ընտելանում նոր ժամանակ եւ ուսումնասիրություններն էլ ցույց են տվել, որ քաղաքում էլ առանձնապես ոչինչ չի փոխվել խցանումների թեթևացման իմաստով, ինչ որոշում կամ քննարկումներ կան։ Խցանումների թեթևացման մասով չեմ կարող ասել, որովհետև մենք նման ուսումնասիրություն չենք վարում։ Ես էլ բավական շուտ եմ աշխատանքի գալիս, այդ ժամի խցանումներ ընդհանրապես չեն լինում։ Ինչ վերաբերում է երեխաների հարմարվելուն, գիտեք, առավոտյան ժամերը եւ դա բազմաթիվ հետազոտություններ են ցույց տվել, ամենալավ ժամերն են սովորելու համար։ Երեխաների թարմությունը, ինտելեկտուալ ակտիվությունը, ներգրավվածությունը դասապրոցեսին շատ ավելի լավ է։ Հետևաբար կարծում եմ մի փոքր ջանք դնել ավելի վաղ արթնանալ, մենք բազմաթիվ ասացվածքներ ունենք վաղ արթնանալու մասին եւ դրանցից ոչ մեկը վատ մեսիջ չի պարունակում։ Հետևաբար սա նշանակում է, որ ինչքան շուտ արթնանանք, այնքան շատ բան կհասցնենք անել եւ սա վերաբերում է թե մեծերին եւ թե փոքրերին։ 15 րոպեն էլ չեմ կարծում, որ էական բարդություն պիտի առաջացնի որևէ մեկի ռեժիմի մեջ։ Մեկ Շնորհակալություն։ Այս կարող եք, եթե իսկապես շատ փոքր հարց է, ուղղակի հույս կա, որ հարևան Վրաստանի նման ինչ-որ
թեկուզ հեռավոր ժամանակահատվածում մենք կարողանանք բուհերում ունենալ անվճար ուսուցում։ Այնքան վախվորած եք այդ հարցը տալիս։ Ես ձեզ պիտի ուղղորդեմ գնաք բացեք կարդաք 2022 թվականի նոյեմբերին ազգային ժողովի կողմից ընդունված կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ պետական բուհերում կրթությունը լինելու է առանց վճարի մեր ուսանողների համար։ Հետևաբար հույսը պետք չի ունենալ, ուղղակի պետք է հետևողական աշխատանք եւ այդ աշխատանքը մենք անում ենք, որպեսզի մեր հանրային բուհերը նոր օրենքի համաձայն համապատասխան փոփոխությունները ապրելուց հետո այդ կրթությունը առաջարկեն մեր քաղաքացիներին եւ հետեւաբար այնինչ դուք ասում եք որպես հույս, մեզ համար կոնկրետ ծրագիր է եւ կոնկրետ նպատակ է, որը դրված է կոնկրետ ժամկետով։